Արամիկն ուրա բա։ Էդե, պապա, պարտադիր պիտի ախորժակներես փակեի։ Աստորեն դեռ քնած է, հա։ Մակի դժվար է անկողնուց այդ ձրիակեր մարմինը հանելը, հասկանում ես։ Արա, Հերս, վերկացու գնա տնից, միջև աշխատանք չգտնես, ետ տուն չգաս։ բարդես։ Ապեր գնա մենք փագենք։ Զավեն։ Երբ որ ես ու տնօրենը բան ենք խոսում, կլինի չընդհատես։ Լսում եմ ձեզ, Արամ ջան, ասա։ Ինչի են որոշել օբյեկտը փակել։ Դու ավելի լավ ասա, ինչի ես որոշել ինձ դրա մասին նախորդ չասեմ։ Հաբի ես քեզ աշխատանքից չեմ հեռացրել։ Իրա միտքը ծուռա։ Այդ ո՞րն է։ Մաման ուզում է ասի, որ այդ տղան անտարբեր չի քո համար։ Ոչ ես նման բան չեմ նկատել։ Լսի, այդ ավակյան Պողոսն է։ Ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Լուրջ ես ասում, ես էլ ասում եմ ինչի համար այդ մարդը ասում անընդհատ բարձր, բա ես չունեմ ձեզ փող տալու, բա ես չունեմ ձեզ փող տալու ինձ։ Էս էլ խոստացված հյուրատունը։ Ճիշտ է, մի քիչ համես տեսք ունի, բայց շատ լավն է։ Էն մեր տան սպասունին է, Գաբին։ Էս էլ պապասա։ Ինքը չի կարող խոսա։ Ասում Մարգոյի փոքր ձեռնարկատիրոջ բախտը բերելա, որ ես տանը չեմ եղել։ Ինչի։ Որովհետև խայտարակ կանեի։ Լսի այդ գիդարամ, 40,000-ը սուրա։ Այդ փողով էջս եմ դրել գովազդի տակ, որ մարդիկ շատ տենան։ Մարգո քեզի չեղա։ Օպերացիա Հովաշեն, երեքշաբթի օրը Armenia Premium-ի եթերում։ Միացիր մեզ, բաժանորդագրվիր մեր սոցիալական հարթակներին եւ ստացիր հնարավորություն առաջինը տեղեկանալու մեր նոր նախագծերի մասին։ Այլ կերպ ասած, բաժանորդագրվիր, ծանուցվիր եւ վայելիր լավագույնը։